Բաժանորդագրվեք Armix News ալիքին եւ հետեւեք մեր թողարկումներին։ Այսօր մեր տաղավարում է հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար այս նախընտրական թեժ ժամանակահատվածում։ Ես եմ շնորհակալ։ Ես ուզում եմ, որ մի քիչ անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին։ Վերջ-վերջո ձեր կարծիքով ինչ է կատարվում այս մեզ համար բավականին մեծ, ես կասեի, կենսական կարևորություն ունեցող հարաբերությունների դաշտում։ Հայ-ռուսական հարաբերություններում բնականաբար կան խնդիրներ եւ այստեղ ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք ինչ-որ արգելքներ, արգելափակումներ, մեր ապրանքների արտահանման առումով եւ այլն, բայց այստեղ պետք է մի հատ շատ կարեւոր բան ասենք, որ Հայաստանի իշխանությունները հանրությանը, հայ ժողովրդին խոստանում էին բալանսավորված քաղաքականություն։ Կա այդ բալանսը։ Հենց դրան էի ուզում տանեի, որ բալանսավորված քաղաքականություն կարծես թե չկա, եթե ռուսական կողմից կան նման խոչընդոտներ։ Հիմա ես չեմ ուզում խորանամ առհասարակ, թե ռուսական կողմը դրանով ինչի է ուզում հասնել, ռուսական կողմը թող դրա մասին խոսի, հա, եւ ռուսական կողմը ինչ ազդակներ է ուղարկում Նիկոլ Փաշինյանին։ Ակնհայտ է, որ այն քաղաքականությունը, որը վարում է այս կառավարությունը, տվել է խնդրեմ հայ ժողովրդի համար եւ Հայաստանի համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է ես սա կկոմպենսացնեմ, չգիտեմ, ձեր ապրանքները որ չեք կարող արտահանեք, բիբարը եւ այլն, ես կտամ դրա գումարը, բայց խնդիրը խոմ գումար տալու մեջ չի, կամ խնդիրը ասենք լավ մի անգամ, երկու անգամ տվիք։ Խնդիրը նրանում է, որ ինչի Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի նման ճանապարհով եւ դժվարություններով։ Հայ ժողովուրդը այսօր ունի խնդիր եւ այդ խնդրի լուծման հիմնական պարտավորություն վեկալածը վերցրած իր վրա մարմինը դա կառավարությունն է, օրվա իշխող ուժն է, հա, եւ դրա համար պետքա, այո, Հայաստանը պետքա կախված չլինի մի կետից, բայց երբ մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, որը Հայաստանին անհրաժեշտ է, դա չպետք է լինի այն տրամաբանության մեջ, օրինակ Ռուսաստանի հետ հարաբերությունները մենք խզում ենք տնտեսական եւ ինչ որ այլ հարաբերություններ ենք ձևավորում, ոչ թե մեկը մյուսի փոխարեն, այլ բոլոր հնարավորություններով Հայաստանը պետք է շարժվի առաջ եւ ունենա այդ հնարավորությունները։ Ունենա լավ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, Եվրոպական միության հետ, իր հարևանների հետ։ Այստեղ է որ խնդիր է եւ այո, եթե հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն սրվել, վատանալ, ապա իհարկե դա ունենալու է հստակ հաշվարկների առումով, տնտեսական թվերի առումով Հայաստանի համար վատ հետևանքներ։ Օրինակ, ինչի պետք է մեր մարդիկ, ովքեր որ մեր համակարգացիները, հայրենակիցները, ովքեր գումարներ են վերցնում բանկերից, վարկերի տակ են մտնում եւ ասեն, որ Հայաստանում վարկային տոկոսադրույքները մենք ձեզ հետ միասին բազմիցս խոսել ենք, շատ բարձր են, անդրամբանական բարձր են, եւ հիմա ես տեսնում եմ կադրեր, որ մարդիկ ովքեր ծաղիկներ են արտահանում, հիմա այդ ծաղիկները չեն կարողանում արտահանել եւ իրենց վատ հոգե, այսպես ասենք, հոգեբանական վիճակի մեջ գտնվելով ջարդում են այդ ծաղիկները, ասում են, որ այլևս սրանք պիտանի չեն, մենք չենք կարող ռեալիզացնել եւ վաճառել։ Ինչի պետք է մարդիկ անցնեն այդ ճանապարհով։ Ինչպես են իրենք փակելու այդ վարկային տոկոսները, բանկերին էլ կներեք հետաքրքիր չի, մարդը վարկը վերցրել է եւ ինքը ակնկալում է, որ այդ տոկոսներով բարձր այդ վարկերը կփակեն մարդիկ, հա։ Այսինքն ստե պրոբլեմա շղթայական առաջանալու։ Դրա համար մենք պետք է հասկանանք մի բան, որ այն ինչ հայտարարվում է, դա մեկ բան, օրինակ ես նայում եմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեք հայտարարել է, որ փայլուն հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Ասենք, եթե սա փայլուն հարաբերություններ է, ուզում եմ հետևությունները անեն արդեն մեծ դիտողները, թե որտեղ են այդ փայլուն հարաբերությունները։ Թողենք մի կողմ, հա, Ռուսաստանի հանդեպ մեր հարցերը, քաղաքական ինչ-որ կամ այլ անվտանգային հարցերի հետ կապված եւ այլն եւ մենք հիմա խոսում ենք հստակ տնտեսական հնարավորությունների մասին, որոնք այս պայդրությամբ սահմանափակված են Հայաստանի համար։ Դուք կարճաժամկետ այս կտրվածքով այլ ընտրանքներ տեսնում եք, պարոն Ղուկասյան, եթե այնպես դասավորվեց, որ հանկարծ հայ-ռուսական հարաբերությունները, տնտեսական հարաբերությունները խզվեցին, պատկերացնենք, մենք դուրս եկանք ԵԱՏՄ-ից, հապկից վերջնականապես սառեցված ենք, բայց վերջնականապես դուրս եկանք։ Արագ կոմպենսացում, այսպես ասած, տեսնում եք, այդ կոմպենսացման հնարավորություն տեսնում եք, թե ոչ։ Մանավանդ որ մատնանշեցիք, որ մարդիկ հուսահատությունից արդեն ծաղիկներն են ջարդում, կարող է, ասենք
այսինքն կառավարությունը ունի պլան B, ասենք վերցնենք, ամենայն լրջությամբ եւ շատ արագ այնպիսի մի այլընտրանք կամ այլընտրանքներ առաջարկում, որ մենք խնդիրներ չենք ունենում տնտեսական եւ մեր տնտեսությունը չի տուժում դրանից։ Մարդիկ փորձում են փնտրել այլ դռներ։ Այլ դռներ հիմա դժվարություններով եւ այլն կփորձեն այլ շուկաներ փնտրել, չգիտեմ, արաբական էմիրություններ եւ այլն։ Բայց ակնհայտ է մեկ բան, մենք զրկվում ենք կարևոր նաև մեկ դռնից, շատ կարևոր մեկ դռնից, եւ բնական է, որքան էլ այլ դռներ լինեն, դա էլ է շատ մեծ մեկ դուռ, որից մենք օգտվում ենք եւ կարող ենք շարունակել օգտվել։ Եվ հիմա հարց եմ ուզում տամ. ինչի պետք է մենք դուրս գանք գիաթումից կամ խզենք մեր հարաբերությունները։ Ասում են, որ մենք անկախ ռուսական կողմը մեր փորձում է մի տեսակ դա տնտեսական այդ հարաբերությունները, այդ լարսի ճանապարհը եւ հայ-ռուսական, այսպես ասած, այդ ամեն ինչը, ծաղիկը, լոլիկը, ծիրանը դարձնել թոք եւ դրանով մեզ կախման մեջ պահի, ինչպես դուք նշեցիք, մի կետից։ Մենք էլ չենք ուզում, մենք էլ ուզում ենք բալանսավորել մեր քաղաքականությունը եւ նրանք դիմում են այդպիսի պատժամիջոցների։ Իսկ կարող եմ ես այլ ձև հարցը մի հատ ձևակերպեմ, այլ կերպով։ Իսկ կարող է ուղղակի Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը չեն կարողացել ռուս գործընկերների հետ ճիշտ բանակցել այս տարիների ընթացքում, որ նման խնդրի առաջ չկանենք։ Այսինքն, տեսեք, որևէ մեկը չի փորձում հիմա պաշտպանել ռուսական կողմին, հա։ Ռուսական կողմի հետ կան հարցեր եւ բնական է, որ ամեն ինչ իդեալական չէ։ Որևէ մեկը չի փորձում հիմա արդարացնել ռուսական կողմին, ասել, որ իրենք իդեալական դաշնակիցներ են, մենք Հայաստանի իշխանությունները չէ, հա, Քավլիցին։ Նման փորձ անգամ չեմ անում, բայց ուզում եմ հարց տամ։ Եթե մենք 85%-ը մեր գյուղատնտեսական ապրանքների արտահանում ենք ռուսական շուկա։ Լավ, չենք արտահանում էլ այնտեղ, գտնում ենք այլ շուկաներ։ Բայց օրինակ Ռուսաստանի Դաշնությունը առաջի տեղում է գտնվում միջազգային փոխանցումների առումով, օրինակ 25 թվականի արդյունքով մենք ունենք 3.9 միլիարդ դոլար գումար փոխանցած Ռուսաստանից դեպի Հայաստան։ Դա ոնց են կոմպենսացնելու։ Այդ գումարները ինչ որ այլ տեղերից չեն եկել են, որովհետև տրանսֆերների, այո, իհարկե։ Ռուսաստանից ստանում ենք 90% ներքին գներով հացահատիկ։ 90%-ը ստանում ենք այնտեղից։ Ներքին գներով։ Բնական է արտոնյալ գներով։ Այո, բնական է, որ կարող ենք նաև ստանել Չինաստանից, օրինակ, ինչ որ ծավալներով, ես չգիտեմ 90% կարող ենք թվալ, բայց դա լինելու է ավելի թանկ։ Գազի գինը, ասում են այլընտրանքներ կարող ենք ստեղծել։ Հա, այ այդ առումով լավ տեղեկացեք, մի պահ ձեզ ընդհատեմ, կներեք։ Այ ասում են, չեն ուզում գազը էլի թոքի նման մեր վզիկ չկապեն գազի, էլի այնքան գազի շուկաներ կան, Թուրքմենիայից կառնենք, Իրանից կառնենք, հնարավոր համարում եք, որ շատ արագ, եթե հանկարծ գազի գնի կամ մատակարարման առումով մենք խնդիր ունենանք Ռուսաստանի հետ, շատ արագ կարողանանք նույն գնով կամ անգամ ավելի էժան գնով գազ ձեռք բերել, ասենք թուրքմեններից կամ իրանցիներից։ Ավելի էժան գնով չեմ կարծում, որ մենք գազ կձեռք բերենք, ավելի թանկ գնով կարծում եմ այո։ Աղ թե ուշ կունենանք այլընտրանք, բնականաբար ծախսելով գումարներ նաև խողովակների վրա, գազի խողովակների հետ կապված նոր ենթակառուցվածքներ պետքա ձեռք բերվի եւ այլն, դա առելի գումարներ կլինի։ Ենթադրենք այդ ներդրումները կարվի։ Գազ ավելի էժան մենք չեմ կարծում որ կարողանանք ստանալ, որովհետև լոգիստիկայի խնդիր կա, այսինքն այդ գազը միջև գա, միջնորդները ունենալու գումար։ Իրանից հաշվարկներ կան տնտեսագետների կողմից, որ ամենաէժանը կարող է լինել իրանական գազը մեզ համար մոտ $400 1000 խորանարդի դիմաց։ Այսինքն դա ավելի թանկ է գալիս, քան ռուսականը։ Այսինքն նույնիսկ եթե այն հաշվարկով ասենք, որ 1000 խորանարդի դիմաց մենք Ռուսաստանից ստանում ենք $177 սահմանի վրա, եւ հետո վերջնական սպառողը ստանում է դա մոտ $365 կարգի, եթե վերջնական սպառողի ամեն ասում։ Դե որովհետեւ սահմանի վրա ռուսական Գազպրոմը ծախում է Գազպրոմին, որը որ իր այստեղ արդեն Գազպրոմ Արմենիային, որը որ դուստր կազմակերպությունն է ռուսական Գազպրոմի,
եւ արդեն այդ դրա մեջ ներառվում է թե այսպես ասենք ենթակառուցվածքների ծախսերը, թե գազի մատակարարման ծախսերը, թե Գազպրոմը Արմենիայի միջնորդության եւ այլն ծավալվող ծառայությունների ծախսերը վերջնական սպառողի համար գազը հասնում է $365. Հա, այսինքն այստեղ դուք անարդար բան չեք տեսնում։ Չէ, դե գիտեք, ես կարծում եմ, որտեղ կա շրջանակ, որը մեղադրում է, ասում է դե այդպես է, ռուսները ասենք կան երկրներ, որ ավելի էժան գազ են մատակարարում, իսկ մեր հասարակ սպառողին գազը հասնում է ավելի թանկ եւ նրանք ավելի շատ գովազդ են անում, որ տեսեք $177, մենք պետք է $177, դա 1000 խորանարդի դիմաց սահմանի վրա է։ Տեսեք, բայց այդ գազը եկավ, այդ գազը պետք է հասնի տուն, չէ՞, մարդկանց սպառողներին պետք է հասնի։ Այսպես ավելի հետաքրքիր եք բացատրում, որ մեր ունկնդիրները ավելի բարձր գազը պետք է հասնի դեպի մարդկանց, չէ՞, դեպի տուն, սահմանից։ Ինքը արդեն դրա մեջ ներառվում է Գազպրոմ Արմենիայի ծախսերը, միջնորդավճարը, ենթակառուցվածքների մեջ ներդրումներ արված այդ խողովակների վճարերը, այսինքն այստեղ ամեն ինչն է հաշվարկվում, հա, ներառյալ մնացած բաները եւ ասել այնպես չի որ այդ գինը ինչ որ անում են դրա համար ստեղծում են որ ինչ որ գերշահույթներ կորզգործեն։ Չէ, դե հիմա գիտեք սուբյեկտիվ է, հիմա կարող ենք ասել օրինակ Գազպրոմի բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են բավականին մեծ աշխատավարձներ, Հիմա կարելի ասել իրենք կարող են ավելի քիչ ստանալ, ենթադրենք եւ այլն, բայց իրենք էլ ունեն արգումենտներ, որ դա ինչ որ շատ մեծ քանակի մարդ չի ստանում այդքան մեծ գեր աշխատավարձներ, դա ընդհանուր գումարի մեջ շատ փոքր թիվ է կազմում, այսինքն սպառողի համար ամեն դեպքում հիմնական գոյացումը այդ գումարների կայանում է հենց այդ միջնորդավճարի, ենթակառուցվածքների, վերջո խողովակներ կա եւ այլն, սպասարկում կա, այդ սպասարկման ծախսերը, այսինքն այստեղ հիմա տեսեք ինչ եմ ուզում ասեմ, որ այո, հիմա ստեղ սուբյեկտիվ կարող է նաև սուբյեկտիվ քննարկումներ լինել, օրինակ կարելի է քննարկումներ անել, որ օրինակ ինչի պետք է $177 վրա 1000 խորանարդի դիմաց գումարվի այդքան գումար, 365 դառնա սպառողի համար, կարելի է մի փոքր զեղչել, նվազեցնել, ծախսերը մի փոքր օպտիմալացնել, այդ ամեն ինչ այդ քննարկման տեղը կա, այնպես չէ որ չկա։ Եվ ես որևէ կերպ չեմ ասում, որ 100%-անոց այս ամենի մեջ կա 100%-անոց ճշմարտություն։ Հիմա այստեղ կարող է լինել ինչ-որ քննարկում գնի առումով։ Բայց դուք ասացիք, որ բայց ես բացատրում եմ ինչի ավելի թանկ։ Տեսեք, բայց ես բացատրում եմ ինչի է այդ 177-ին գումարվում մնացած գումարը, ասացից արդեն հա, այդ ամեն ինչն է միջնորդավճարը, սպասարկումը, բայց ամեն դեպքում նույն իրանական գազի մասին, որ մենք խոսեցինք, դա լինելու է ավելի թանկ քան $365 սպառողի համար, $400 է լինելու դա տնտեսական հաշվարկները, այսինքն գազը չի լինելու ավելի էժան իրանական, լինելու է ավելի թանկ, ձեր հարցին եմ գալիս, արագ ապահովել այդ այլընտրանքը, ես չեմ տեսնում այդ հեռանկարը, արագ չի լինելու, միգուցե կառավարությունը օրինակ ունենա ինչ-որ արգումենտ, որ մենք ոչինչ ավելի թանկ ռուսական գազը ժամանակավոր կգնենք, կսուբսիդավորենք, գումարներ կհայթայթենք, որպեսզի սպառողի համար չլինի այդ ավելացված բեռը կսուբսիդավորի կառավարությունը։ Ես միգուցե արևմուտքը տա, ես չեմ կարող։ Ես իրենց փոխարեն դա չեմ կարող ասել, կռահում եմ ինչ կարող են իրենք ասել, որ միգուցե գումարներ կներառենք եւ այլն կգտնենք, կհայթայթենք, բայց նորից եմ ասում, լինելու է պրոբլեմներ է տալու այս ամեն ինչ, այսինքն այնպես հեշտ չի լինելու։ Հիմա կարող են նաեւ լինել մարդիկ շրջանակներ, ովքեր կարող են ասել, ինչպես դուք ասեցիք, պետք է դժվարություն քաշենք, որպեսզի պայքարենք մեր ինքնիշխանության համար։ Ես էլ հարց եմ ուզում տամ, շատ պարզ ակնհայտ եւս մեկ անգամ այդ հարցը ուզում եմ տամ։ Իսկ չէ լինի, որ այս կառավարությունը այնպիսի քաղաքականություն վարեր, որ համ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լինեին նորմալ, կոնստրուկտիվ բնույթ կրեին եւ արևմուտքի հետ լիներ այդ հարաբերությունները, ինչ պարտադիր էր քաղաքական, այսպես ասենք, ռեյտինգ ապահովելու համար, հա, հենց այսպես կասեմ, ներկայացնել, որ մենք ընդունում ենք օրենք եւ ազգային ժողովում ընդունել օրենք, որ մենք գնում ենք դեպի Եվրոպական միություն, եթե այդ օրենքը որևէ իրավական ուժ չունի, այդ օրենքը որևէ նշանակություն չունի Հայաստանի ԵՄ անդամակցության հարցում, բայց խնդիրներ է ստեղծում մեր ուրեմն այլ գործընկերների հետ։ Տեսեք, մենք խոսում ենք հստակ գետնի վրա այսօր արդեն խնդիրների մասին, հա? Եվրոպական միության հետ պետք է համագործակցել, միանշանակ ԱՄՆ-ի հետ, Եվրոպական միության հետ, բայց Եվրոպական միության անդամ դառնալու հեռանկարը 10-15-20 տարվա հեռանկար է։
Ինչի եմ տենց ասում, որովհետև 97 թվականից Թուրքիան է սպասում, որ դառնա ԵՄ անդամ, Մոլդովան է սպասում հիմա, Ուկրաինան է սպասում, Վրաստանն է սպասում։ Հայաստանը այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը անգամ հայտ չի ներկայացրել ԵՄ անդամ դառնալու։ Դա համար մենք հանրակրվե չպետք է անցկացնենք ԵՄ կամ ԵԱՏՄ, ինքն է ասում։ Բա որ մենք հայտել չենք ներկայացրել, այսինքն հայտ չենք ներկայացրել, դառնանք ԵՄ անդամ։ Ինչ ենք խնդիրներ ստեղծում ԵԱՏՄ-ում իմաստը։ Ղուկասյան կարևորագույն մի հանգուցակետի են կարծես թե եկել այսօր, այսինքն մի կողմից մեղադրում են Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները, նրանց որակումով այսպես կոչված ռուսամետները, չէ, որ միտումնավոր Նիկոլ Փաշինյանը վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, այ ինչպես նաև դուք եք ասում, խնդիրներ է ստեղծում եւ այդ խնդիրները հաստատ մեր օգտին չեն եւ այդ օրենքն է ընդունում ռուսական քարոզչություն կա եւ այլն, բայց մի կողմից էլ հայտը չի ներկայացնում ռուսները ինչ են նեղանում մեզանից եւ ինչու են փորձում նաեւ տնտեսական ինչ որ միջոցներով հասկացնել տալ, որ մենք, ինքը հայտարարել է բազմիցս, որ մենք ունենք նպատակ ԵՄ անդամ դառնալու մեր օրենսդրությունը ամբողջությամբ համապատասխանելու եվրոպական չափանիշներին։ Ինքն է չէ ասել։ Հիմա ռուս գործընկերները ոնց պետք է դա ընկալեն, որ մենք ձեզ հետ ենք, իրանց աչքերով եմ ասում, մենք իրենց հետ ենք այնքան ժամանակ, որքան որ ուրեմն միջև այն պահը, միջև մեզ ընդունեն ԵՄ կոպիտ ասած, հա, այսինքն միջազգային հարաբերություններում այդպես չի կառուցվում երկխոսություն։ Հասկացած ես։ Այսինքն մենք ինչ ենք ակնկալում, որ մենք հայտարարում ենք, որ մենք ձեզ հետ ժամանակավոր ենք, մենք ձեր հետ հարցերը մեր լուծում ենք այնքան ժամանակ, չգիտեմ, առևտրաշրջանառությունը մեր, առևտուրը, չգիտեմ եւ այլն, այնքան ժամանակ, ձեզանից ավելի հարմար գներով գազ են գնում, հա, որ դուք կարող եք օրինակ Եվրոպայում $600 եք ծախում 1000 խորանարդը, մեզ ծախում եք սահմանի վրա 177-ով, խոսքը սահմանի մասին է, մնացածը արդեն քննարկեցինք։ Հիմա իրենք ինչ բա պետքա իմ կարծիքով, հա, որպես Հայաստանի քաղաքացի եմ ես, հիմա ռուսների փոխարեն չեմ ուզում ասեմ, բայց ես հիմա խոսում եմ որպես վերլուծաբան, որպես քաղաքական, գործիչ քաղաքագետ, այսինքն ստեղ ակնհայտ է, որ միջազգային հարաբերությունները այդպես չեն կառուցվում։ Մենք հստակ պետքա հետևյալը անենք, իմ կարծիքով։ Մնանք ԵԱՏՄ-ում, ռուսների հետ վարենք պարզ երկխոսություն, մեր բոլոր թե դժգոհությունները, թե հարցերը, թե բոլոր հարցադրումները եւ այլն, մենք պետք է, այո, իհարկե պետք է։ Այո, մենք պետք է մի կետից կախված չլինենք, այո, մենք պետք է դիվերսիֆիկացիա անենք, այո, մենք պետք է կարողանանք ձեր ասած ապրանքները արտահանել այլ տեղեր։ Արաբական Էմիրություններ, Իրաք, Եվրոպական միություն, ինչու ոչ։ Բայց Եվրոպական միության անդամ վաղը մենք չենք դառնալու։ 5 տարի հետո մենք չենք դառնալու։ Ես համոզված եմ։ Նախ որտեվ Եվրոպական միությունը մեզ չի ասում, որ եկեք հայտ անգամ ներկայացրեք։ Տեսեք, եթե համոզված ենք, չէ, որ եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ Եվրոպական միությունը մեզ սպասում է եւ դա այդքան էլ մշուշոտ հեռանկար չի ապագայում, շատ հեռու ապագայում, այդ հայտ արդեն ներկայացված կլիներ։ Իմ մտքով էլ այդ անցել։ Որովհետեւ եթե այնտեղից ասեին հայտ ներկայացրեք, տրամաբանական կլներ, չէ՞, թեկուզ ուղիղ, պարզ, հրապարակային դա կասվեր, որ մենք սպասում ենք Հայաստանին, ես սպասում ենք Հայաստանի հայտին։ Ուզում եք ասել շատ արագ այդ արարողակարգը կկատարվի, Դուք լսել եք Մանուկ ջան, մի հատ հայտարարություն Եվրոպական միության կողմից, որ մենք պաշտոնապես իրանք հայտարեն, սպասում ենք Հայաստանի հայտին։ Ոչ։ Ես չեմ լսել։ Բայց հիմա խնդիրը ստեղծել մեր այնքան էլ, այսպես ասենք, այնպես չի, որ մեր տնտեսությունը, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, մենք տնտեսական հեղափոխությունը ապահովել ենք։ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխությունը այդպես էլ Հայաստանի համար չապահովեց։ Դրա համար երբ որ մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, դա պետք է լինի զգույշ, նուրբ, ճիշտ ու գրագետ։ Կարծում եմ այդպես։ Այսինքն գտնում եք ձեր, եթե ձեր ասածը ես փորձեմ մեկնաբանել, որ չպետք է այո մի կետից կախված լինել, կարծես թե
ինձ հասած տեղեկություններով ռուսական կողմն էլ մեզ չի պարտադրում, որ միայն իրենցից չէ կախված լինելու, բայց վերարտահանումը կա եւ վերարտահանումից հենց ռուսական կողմն էլ է շահում, եթե այդ մի կողմից նրա պարտադրանքը լիներ, օրինակ վերարտահանումը չէր լինի, նրանք կպարտադրեին մեզ, որ եկեք միութենական չէ, ինչպես շատերն ասում։ Հակառակը իրենց ձեռ է տալիս իմ կարծիքով։ Այ ես էլ եմ մտածում, գուցե ձեռ է տալիս։ Տեսեք, իրենց ձեռք է տալիս, որ մենք ռեէքսպորտ, իրենք կարողանան, այսինքն մեր միջոցով կամուրջ հանդիսանան Եվրոպական միության հետ։ Ես համոզված եմ, իհարկե շա։ Ու մենք տեսնում ենք, որ տնտեսական ցուցանիշներով այդ ռեէքսպորտը վերջի տարիներին տեղի է ունենում։ Եվ Հայաստանն էլ է դրանից շատ մեծ ձևով շահում։ Դրա համար, գիտեք, առնվազն շատ տարօրինակ է այս ամենը, եւ մենք պետք է հասկանանք մի բան, որ երևի ես կարծում եմ ընտրություններից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը, նախ ժողովուրդն է որոշում ով կվերընտրվի կամ ով չի ընտրվի, ով կընտրվի, բայց եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի կամ նոր իշխանություն գա, ես կարծում եմ, որ անպայման առաջի այցը լինելու է Մոսկվա։ Ով էլ ընտրվի, ես այդպես եմ կարծում, որովհետև պետք է ոչ թե դռները փակել, հնարավորություններից զրկվել, ու ասել, գիտեք ինչ, մենք մեկը մի բան կանենք, լավ կլինի նոր դռներ կփնտրենք, եկեք պահպանենք այն դռները, որը ունենք։ Նոր դռներ բացենք, փնտրենք, խնդիր չի, բայց պահպանենք, ոչ թե ոչնչացնենք։ Որպես քաղաքական ուժի ղեկավար, ձեր տեսակետը ինչ որ ընտրական մշակույթի առաջընթաց սկսենք դրանից եւ ընդհանրապես գաղափարական պայքար կա այս ընտրական այս գործընթացում թե ոչ։ Զերո գաղափարական պայքար, զերո մշակույթ քաղաքական, երևի տեսնում եք Քարոզարշավը, դուք եք դիտում, նայում, հետևում, ես չեմ տեսնում անգամ որևէ քաղաքական ծրագրերի շուրջ բանավեճեր, դիսկուրսներ, բայց ինչու, ասենք ոմանց համար գուցե, ասենք ոմանք կասեն հենց ընդդիմախոսները, որ կա պետք է լինի դիսկուրս, քաղաքական բանավեճի մակարդակով, այն բանավեճերը, որոնք մենք դիտում ենք, այն քարոզարշավերը, որոնք մենք դիտում ենք, դրանք իրավունքի մասին են, դրանք դիսկուրսի մասին չի։ Ես չեմ տեսնում, որ կա ծրագրային պայքար, այսինքն ծրագրերի շուրջ պայքար, գաղափարների շուրջ պայքար։ Ես տեսնում եմ, որ կա պայքար, թե ով որ բառը կարող է առանց խնդրի արտասանի։ Ես տեսնում եմ, որ ինչ որ պիտակավորումներ բոլոր կողմերից իրար հանդեպ։ Ես տեսնում եմ, որ իրականում չկա, գիտեք, ժողովրդի մասին խոսակցություն, չկա ժողովրդի մասին, ժողովրդի հոգսերի ու խնդիրների մասին քննարկում անգամ։ Դրա համար ես կարծում եմ, որ այդ քաղաքական մշակույթը շատ ցածր է։ Կարծում եմ, որ քաղաքական դիսկուրսի այդ բացակայությունը առաջացնում է հենց դրա համար, որ չկա այդ քննարկումը եւ բանավեճը ծրագրային դրույթների շուրջ, ծրագրերի շուրջ, գաղափարների շուրջ, հենց առաջացնում է այդ անձնական վիրավորանքի տրամաբանությունը։ Ինչի՞ց է դա գալիս, երբ որ կողմերը իրար անձնապես վիրավորում են։ Ամենօրյա ռեժիմով։ Ուզում եք ասել ատելության խոսքն է շատ դժբախտաբար մեր իրականությունից է լինում, դատարկությունից է չէ լինում այդ անձնավորումը։ Երբ որ կա գաղափարական պայքար, բովանդակություն, այդ դեպքում չկա քիչ է լինում այդ անձնական վիրավորանքը։ Երբ որ չկա, դա փորձում են վերածել քաղաքական շոուի։ Ընդ որում այդ քաղաքական շոուն ձեռ է տալի իշխանությանը, այդ քաղաքական շոուն ձեռ է տալի ընդդիմությանը։ Պետքա պարզ ասենք։ Որովհետև երբ որ բովանդակությունը 0 է եւ ասելիք էլ չկա, փորձում են ժողովրդին զբաղացնել քաղաքական շոուներով։ Եվ արդյունքում ինչ է տեղի ունենում, քաղաքական մշակույթի մակարդակն է իջնում, քաղաքական առհասարակ որևէ բանավեճային եւ դիսկուրսային տրամաբանությունն է զրոյանում եւ մարդիկ հոգնել են, ես դիտում եմ, նայում եմ մեկնաբանությունները, շփվում եմ անձնապես մարդկանց հետ, մարդիկ հոգնել են այդ գզվրտոցից, հա, կներեք արտադրության համար, որովհետեւ 5 տարի պարլամենտում 21-ից 26 թիվ մենք դա ենք տեսնում։ Մենք 21-ից 26 թիվ ինչ ենք տեսել պարլամենտում, որ իրար վիրավորել են, շիշ են շպրտել իրար վրա, անգամ մի հատ նորմալ օրենսդրական նախագծի շուրջ չի եղել քաղաքական քննարկում, որ մարդիկ նայեն, ասեն պարլամենտում քննարկում է մեր մասին, մեր կյանքի մասին, մեր հոգսերի մասին։ Դա չէ գտնում, որ այն ժամանակ թեկուզ ընդդիմադիրները, ասենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը պատվի համար ամեն դեպքում իշխանությանը քննադատում էին զիջողականության մեջ, Արցախի հարցում նաև այն ժամանակ, քանի որ դեռևս հայկական Արցախ կար, որ
Նիկոլը հանձնում է, Նիկոլը տալիս է, իսկ մենք դեմ ենք դրան, որ չպետք է այդպիսի զիջողական դիրքորոշ։ Մինչև հիմա էլ նրանք այդ նույն զիջողական դիրքորոշումն են տեսնում։ Հա, եւ մի բան էլ չեք գտնում, որ ինչպես իրենք են ասում, որ եթե Նիկոլ Փաշինյանը նորից անցավ, արդեն վտանգի տակ են նոր տարածքներ, կարող են նոր տարածքային զիջումներ լինեն։ Չեք տեսնում այդ հավանականությունը։ Չէ, չեմ տեսնում հավանականությունը, թե որ իրենք այդպես են ասում։ Եվ իրենք են այդպես ասում, եւ իհարկե բնականաբար ձեր կարծիքով, այսինքն իրենց ասացի մեջ կա որոշակի ճշմարտություն, որ նրանք հնչեցնում են, եւ նաեւ մի շատ էլի վտանգավոր թեզ, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձ, այսպես կոչված վերադարձ, ճակերտավոր ես վերադարձի համար բան չեմ տեսնում, որովհետեւ դա շինծու թիվա չէ, այսպես նրանք ուղղակի Ալիևի կողմից ստեղծված, այդ վերադարձի վտանգը կա։ Ես ընդհանուր առումով կարող եմ բնութագրել առհասարակ ներքաղաքական կյանքը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում 21-ից 26 թիվ մենակ հենց դրա շուրջ եմ տեսել որ ընդդիմությունը ասել է ես չեմ գալի նիստերի ես չեմ քննարկում ես չեմ բանանում ավելի շատ տեսել եմ որ բացակայել են քան ներկա են եղել ու առհասարակ չեմ տեսել որովե նորից եմ ասում բովանդակային քննարկում Ինչը շատ վատ է եւ առաջացրել է հակակրանք պարլամենտի նկատմամբ, պարլամենտում գտնվող ուժերի նկատմամբ։ Բայց այս գտնում եք որ գաղափարը կա, բայց գաղափարը կներեք գաղափարը որն է, եկեք պարզ խոսանք։ Գաղափարը լավ ասենք, տեսեք, գաղափարը որն է, որ ասում եք իրանք ասել են, որ Նիկոլ Փաշինյանը զիջում է։ Դա գաղափար չի։ Քաղաքական ուժը նրա համար չի կամ քաղաքական ուժերը, որ ֆիքսեն, ասենք, ով ինչ է անում։ Քաղաքական ուժը պետք է քաղաքական product գեներացնի եւ առաջարկի։ Դա ինչ նշանակում։ Ֆիքսել, արձանագրել խնդիրները եւ առաջարկել հստակ լուծումներ։ Ինչ լուծումը առաջարկի ընդդիմությունը, բացի, չէ, ինչ լուծումը առաջարկի ընդդիմությունը, Մանուկ ջան։ Ըստ ձեզ չկա 0 լուծում։ Մեկը թող գնա, մենք կգանք, դուք կգաք ինչ։ Տեսեք, եթե մենք շարունակելու ենք հիմա 26 թվից հետո միջով, ասենք նոր պարլամենտ ձևավորվի, նույն այդ խոսակցությունը լինի, այդ պարլամենտը երկար կյանք չունի։ Ես վստահեցնում եմ, որ պարլամենտը վակուում առաջացնելու իրական process-ները տեղի են ունենալու փողոցում, պարլամենտից դուրս։ Որովհետև ինչքան կարելի է նույն բանը 5 տարի նույն բանն ենք մենք լսում։ Բայց ըստ ձեզ ուրեմն փողոցում էլ փաստորեն, եթե դեռևս չկան այն ուժերը, այն գրողները, գաղափարակիրները, կլինեն, միանշանակ կլինի, որովհետև դրա պահանջը առաջանում է։ Առհասարակ ասեմ, այս ընտրություններով չեմ տեսնում, որ այդ վակուումը լցվի։ Չեմ տեսնում այն մարկանց կողմից սպասվող քաղաքական օրակարգը, որ այսօր սպասարկվում է։ Ընդդիմության եւ դա պետքա առաջի հերթին այն ինչ կա պետքա սպասվող այդ ակնկալվող օրակարգը պետք է առաջ տանի ժողովրդի կողմից, առաջ տանի ընդդիմությունը։ Որտեվ իշխանության գործառույթը որն է հիմնականում։ Միշտ ներկայացնել, որ մենք էս լուծինք, այն լուծինք, էսա, այնա, լավա եւ այլն, չէ։ Յուրաքանչյուր իշխանություն փորձում է ցույց տա, որ ամեն ինչ էլ այդքան վատ չի, ամեն ինչ շատ լավ է։ Եվ ավելին։ Բայց ընդդիմության գործառույթը առաջի հերթին այն խնդիրները արձանագրելն է, որը կան եւ բերել այդ խնդիրները իրական օրակարգ, որը հուզում է ժողովրդին եւ ստիպել իշխանությանը այդ օրակարգի շուրջ ուրեմն գալ եւ իշխանությանը ստիպել կամ լուծումներ տալ կամ թողել եւ գնալ, որ գա այդ ընդդիմությունը լուծումները տա։ Մենք եթե պետքա հիմա եւս 26-ից հետո այդ պարլամենտում նույն բանը լինի, վստահեցնում եմ նոր ընդդիմություն է ձևավորվելու պարլամենտից դուրս եւ այդ օրակարգը բերելու է եւ այդ օրակարգը անպայման կյանքի է կոչվելու, որովհետեւ հավերժ մի բանը չի կարող տեղի ունենա, հա, այն սկզբունքով որ անձնական վիրավորանք, այնտեղից պատասխան եւ այտենց որոշեցինք, որ ժողովուրդը դրանով բավարարվում է, որ օր անցավ, ամեն ինչ ուրեմն բաներ ապահովեցին քաղաքական շոուն։ Չէ, նույն ընդդիմադիր դաշտում էլ այդ տեսակետները կան, հնչում են, որ այ եղած ընդդիմությունը սպառել է իրան։ Այ դուք որ ասում եք ընդդիմությունը պիտի ձև, այո, ընդդիմությունը, այսպես դասական քաղաքական իմաստով։ Ասենք իմ լսածի համաձայն անդադ ասում են, որ ընդդիմությունը պիտի անի, ընդդիմությունը պիտի նոր ուժեր պիտի գան, այս նախկին ընդդիմադիրները արդեն իրենց սպառել են, բայց
այդ տեսակ էլի նոր ընտրություններ կան, բայց էլի նախքին ընդդիմադիր ուժերն էին։ Ուրեմն դա ինչի մասին է խոսում։ Պաստորեն չի ձևավորում, այսինքն հասարակական պահանջներ, հասարակական ուրեմն ճնշում էլ չկա, եթե դա պիտի լիներ նոր ընդդիմություն, նոր ուժերի ի հայտ գալով, պաստորեն չձևավորվեց, նորից նույն ընդդիմադիր ուժերը եկան ու բացառապես գուցե ասենք Սամվել Կարապետյանի, որին էլի որոշակի չափով համարում են էլի նախկին ընդդիմադիր ուժ, այսպես կոչված նախկիններից։ Այ ինչի՞ց է դա։ Նախ ռեսուրսին է, այդ մեծ ռեսուրսի հնարավորությունները, որ այսօրվա ընդդիմությունը ունի։ Ես այսօրվա ընդդիմությանը անվանում եմ էլիտար ընդդիմություն։ Այսինքն կա էլիտար ընդդիմություն, որը ունի ռեսուրսներ, եւ ես կարծում եմ, որ պետքա ձևավորվի ժողովրդական ընդդիմություն, որովհետեւ եթե այս ընդդիմության պարզ պետքա խոսանք, այս ընդդիմությունը ներկայացնում են նեղ էլիտար ինչ որ մարկանց խմբերի շահերը, գումարները, հա, եւ մենք տեսնում ենք, որ կա ռեսուրսներ, կա հնարավորություններ, ապա ժողովրդական ընդդիմությունը պետքա ներկայացնի միայն ժողովրդի իրական շահերը եւ ժողովրդին։ Այդ տեսնում եք կոնցեպտուալ տարբերությունը որն է այնտեղ հստակ նեղ էլիտար խմբերի չէ ռեսուրս պետք, ռեսուրսը։ Ես համոզված եմ, որ այդ ռեսուրսը մեր հանրության միջոցով, օգնության միջոցով, հանրային հստակ ֆինանսավորման, այդ մշակույթն է պետքա բերեն քաղաքական դաշտ, որ քաղաքական ուժերը ոչ թե ֆինանսավորվում են բիզնեսմեններից, նախկին պաշտոնյաներից, ինչ որ էլիտաներից, նամանավան դրսից, այլ պետքա ֆինանսավորի հենց ժողովուրդը եւ հանրությունը, մեր հայ ազգը, մեր հայ ժողովուրդը։ Եվ դա հնարավոր է, այդ մշակույթը կա ամբողջ Եվրոպայում, այդ մշակույթը կա այլ երկրներում, մենք պետք է գանք դրան եւ ի վերջո ձևավորենք երկրում առողջ օրակարգ։ Ընդդիմությունը գիտեք, այն չի, որ անպայման պետքա վեկանա իշխանությունը ինչ անում, ասի վատ է անում։ Պետքա լավին լավ ասել, այս տաղավարում ասել են վատին վատ։ Որտեւ իշխանության հիմնական խնդիրը ոչ թե պետք է ամեն գնով աթոռակռիվ անել եւ գալ իշխանության, այլ ընդդիմության խնդիրը պետքա լինի երկրի խնդիրները լուծելը, ժողովրդի հոգսերը թեթևացնելը եւ լուծելը։ Եվ այո, ընդդիմությունը պետքա ձևավորի այնպիսի ճանապարհային քարտեզ եւ այնպիսի քաղաքական պրոդուկտ առաջարկի ժողովրդին, որ ժողովուրդը ասի, որ այս առաջարկությունները, այս քաղաքական ծրագիրը մեր երկրի խնդիրների լուծումն է։ Բայց եթե ընդդիմությունը որևէ առաջարկություն չունի, բացի անձնավորված, որ այս մի մարդը կգնա ու կապ չունի ով այդ մարդը, այս մի մարդը կգնա ու բոլոր խնդիրները կլուծվեն, այդ դեպքում, գիտեք, ընդդիմությունը անելիք չունի։ Անձերի փոփոխությունը մեր երկրում որևէ բան չի լուծելու։ Ուրեմն երկու կետով հակիրճ, այսպես ամփոփեք եւ այսօրվա մեր զրույցը ավարտենք, մանավանդ այդ եթերից առաջ խոսեցինք, որ ծրագիր ունենք լավ իրականացնելու, դա էլ թողնենք այսպես ասած մեր ունկնդրի համար որպես դերևս սյուրպրիզ, հա, այսպես չբացահայտենք։ Եթե 2-3 կետից հակիրճ ավարտեք ձեր խոսքը, ինչ կցանկանաք այսօր մեր հանրությանը եւ մեր պետականությանը, որը կանգնած է կարևորագույն ճամփաբաժանի առաջ, որը տեղի է ունենալու հունիսի 7-ին։ Նախ եւ առաջ մարդիկ անպայման պետքա մասնակցեն ընտրություններին։ Ոչ թե ասեն, որ մեր փոխարեն ուրեմն ամեն ինչ որոշված է, այլ գնան եւ իրենց քվեն տան իրենց նախընտրած ուժին։ Եթե ուզում են իրենք ձևավորեն իրենց ուզած պարլամենտը եւ հետո պահանջ կարողանան առաջ տանել իրենց պահանջը, պահանջատեր լինեն, ուրեմն պետքա մասնակից լինեն այսօրվա ընտրություններին։ Դա առաջինը։ Երկրորդը կցանկանան, որպեսզի մեր երկրում նվազի այդ ատելության մթնոլորտը։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը ուզում է գնա եւ ընտրի ինչ-որ մի քաղաքական ուժի, դա իր իրավունքն է։ Եվ ես ասել եմ, նորից եմ ուզում ասեմ, այն քաղաքական ուժերը, ովքեր մեր ժողովրդին անվանում են զոմբի, կներեք արտահայտությունս համար, չգիտեմ, ժեղ, պետքա ասեմ, հա, սա նորից ուզում եմ ներողություն խնդրեմ մեր հանրության առջև, որովհետև այդ քաղաքական ուժերը տեղ չունեն քաղաքական դաշտում։ Բոլոր նրանք, ովքեր ուրեմն փորձում են մարդկանց սպիտակավորեն, ասեն, որ, չգիտեմ, սրանք սենց են, նրանք նենց են, նրանք իրավունք չունեն նրանց ընտրեն, նրանք իրավունք չունեն նրանց ընտրեն, մարդը ունի իր դիրքորոշումը եւ իր իրավունքը։ Եվ դրա համար Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկ չպետք է քարկոծվի։ Այ կուզենամ, որպեսզի այս տրամաբանությամբ շարժվենք։ Մեկս մյուսին հարգենք եւ հասկանանք, որ իմ ձենն է,
մեկ ձայն է, ձեր ձայնը մեկ ձայն է եւ իմ եւ ձեր եւ մյուսի տարբերությունը պետքա չլինի, որտեղ բոլորի ձայնը մեկ ձայն է։ Այնպես չէ, որ ես ունեմ 10 ձայն, ձեր ձայնը մեկ ձայն է եւ ես ինչ որ առավելություն ունեմ։ Սա այս տրամաբանությունը մենք պետքա դուրս գանք եւ իհարկե ամենակարևորը այն է, որպեսզի մենք կարողանանք իսկապես հասնենք մի իրավիճակի, որը կոչվում է խաղաղություն։ Այսինքն մենք բոլորս դրա համար անելիք ունենք։ Չի կարող մեկ մարդը կամ 10 հոգի կառավարությունում հասնի խաղաղության։ Բայց խաղաղությունը ինչ է, դա էլ պետք է հասկանանք։ Դա միայն այն չէ, որ քո հարևանը չի կրակում քո վրա, նկատի ունեմ հարևան երկիրը, կամ սահմանի վրա չեն կրակում։ Խաղաղությունը դա բազմաշերտ բան է, հասկացողություն է եւ կլինի խաղաղություն այն ժամանակ, եթե ամեն մեկս մեր տեղում ուժեղացնի մեր երկիրը։ Եթե ամեն մեկս մեր տեղում անի այն, ինչ պետք է անի, այսինքն եթե ամեն մեկս կատարի իր պարտականությունը, այդ դեպքում կլինի խաղաղություն, որտեղ մեր երկիրը կլինի ուժեղ։ Իսկ մենք պետք է լինենք ուժեղ որպես պետություն եւ այդ ուժը կտա այն, ինչը կոչվում է խաղաղություն, որտեղ միայն ուժեղների առավելությունն է խաղաղությունը իմ կարծիքով եւ խաղաղությունը այո, այսօր իսկապես դա այնպես չէ, որ ինքը ստիքյան ստեղծվող բարիք է, հա, այլ դա պետք է դրան հասնել, դա պահել, պահպանել եւ իհարկե զարգանալ, առաջ գնալ։ Ուրեմն եկեք ձեզ հետ միասին ցանկանանք մեր երկրին առաջին հերթին այո խաղաղություն եւ խելամիտ ընտրություն հունիսի 7-ին, որովհետեւ դրանից շատ բան է կախված, բայց միայն նաեւ համարենք, որ միայն ընտրություններով ամեն ինչ չի վերջանում։ Ընտրություններով կարելի ասել կյանքը շարունակվում է եւ փորձենք լինել լավատես։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Armix News Ալիքի ժամանակի ձայնը հաղորդաշարի տաղավարում այսօր հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն էր։ Շնորհակալություն, որ դիտեցիք մեր այս թողարկումը, բաժանորդագրվեք մեր Armix News ալիքին եւ հետեւեք մեր թողարկումներին։ Խաղաղություն եւ խելամիտ ընտրություն բոլորիս։